Բարեօր, սիրելի ունկնդիրներ։ Հենման կետում այսօր իմ հյուրերն են Հակոբ Նալբանդը եւ Մհեր Բեջանյանը։ Եվ մենք խոսելու ենք ինչպես ընտրություններից, այնպես էլ աշխարհակաղակական իրադարձություններից։ Սկսենք բնականաբար ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Հայաստան կարճատև այցից։ Դե ֆակտո Մարկո Ռուբիոն նույնիսկ Զվարթնոցից Երևան չմտավ եւ հանդիպեց միայն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Թեպետ այցը խիստ կարճատև էր, այնուամենայնիվ շատ արդյունավետ էր։ Եվ այցի ընթացքում ստորագրվեցին այնպիսի փաստաթղթեր, որոնք մեկ եւ ընդմիշտ հաստատում են՝ տրիպը իրականանալու է։ Դե ֆակտո տրիպի իրականացման ամենայն մանրամասնությամբ մշակված ծրագիրը այլևս ստորագրված է։ Այնուհանդերձ անդրադառնանք այցի թե քաղաքական, թե տնտեսական եւ թե աշխարհակաղակական նշանակությանը։ Մարկո Ռուբիոն Հայաստանի Հանրապետություններ է եկել ընտրություններից 10 օր առաջ եւ բնականաբար ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստանի Հանրապետություն հենց այս ժամանակահատվածում չի կարող քաղաքական ազդեցություն չունենալ։ Պարոն Բեջանյան, ձեր գնահատականով Մարկո Ռուբիոյի այցը այն նշած հարթություններում քաղաքական, տնտեսական, աշխարհակաղակական ինչ կարճաժամկետ եւ երկարաժամկետ ազդեցություն կարող է ունենալ։ Մարկո Ռուբիոյի այցի մասին խոսելիս չեմ կարող չհիշեմ 21 թվականի ընտրությունների արդյունքները։ Եթե մենք լինեինք պարլամենտում, ունենայինք իշխանական լծակ ու Մարկո Ռուբիոն գար հասներ Զվարթնոց չգար Երևան, կներեք չեմ հավատում։ Ինչ վերաբերվում է այցի թեկուս կարճ տևողությանը, իրականում կարճ էր շատ, բայց բովանդակալից։ Բովանդակալից էր, որտեվ փաստացի թղթի վրա ունեցանք տրիպի կիրառության կարգը, ընդ որում այն շատ ծեծված թեման մեղրին, ինչ է լինում մեղրին, դրա պատասխանը նաև ամրագրվում է փաստաթղթի վրա, որ Հայաստանի Հանրապետությունը ամբողջովին իր ինքնիշխանությունը պաշտպանում է եւ թե մաքսային առումով, թե մի խոսքով այդ ասեկոսեները, ուրիշ որակում չտամ, փակվում են փաստաթղթով արդեն իսկ։ Քաղաքական առումով նախընտրական շեմին Ռուբիոյի այցը, տեսեք, Մոսկվայի հողորտանքների ֆոնի վրա ընդամենը մի կարճաժամկետ այց ու բովանդակայից փաստաթղթի ստորագրություն, այսինքն հակադարձումը միանշանակ էր, որ Միացյալ Նահանգները կամ հավաքական արևմուտքը Հայաստանի Հանրապետության հետ հետագա համագործակցության առումով վերջնական որոշում ունի ու այդ որոշումը բեկանման ենթակա չէ։ Այցի ընթացքում ստորագրված փաստաթղթում իհարկե այդպես կոնկրետ չի նշված Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին որևէ կետ, բայց եթե ենթատեքստերը նայում ենք, զգացվում է, որ սահմանի բացման, հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատման վրա եւս Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգործությունը զգալի է։ Ձեր գնահատականով գործընթացները արագանանալու են այդ ասպարեզում։ Իմ գնահատակով դա նույնպես Մոսկվայի հողորտանքի պատասխանն էր, առայն որ ճանապարհներ կփակեն, գազ կթանկանա, մյուս կլինի, այդ ինչ լծակներ ունի Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի վրա, այդ լծակների փոխարինող մեխանիզմը դա սահմանների բացումն է եւ ենթատեքստը հայ-թուրքական հարաբերությունների առումով ամերիկյան միջամտության հենց դա է, որ եթե նույնիսկ դուք վտանգ ենք տեսնում, որ անցումային շրջանում իրականում Ռուսաստանը ունի այդ ազդեցությունը, կարող է ինչ-որ քայլեր ձեռնարկել, հենց մի քանի օր առաջ էլի ձեռնարկեց, չէ՞։ Այդ քայլերի պատասխանը լինելու է սահմանի բացում, առաջի փուլում տնտեսական եւ այլն, այսինքն անցումային դրույթներով, բայց փոխարենը դուք ունենալու եք ճանապարհ ու Հայաստանը չի մնալու մենակ արդեն մեր անհաջող ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերություններում։ Դուք շատ հստակ եւ շատ այսպես գեղեցիկ անցակ իմ երկրորդ հարցին։ Տեսեք, Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով, ինչպես նշեցիք, հերթական տնտեսական պատժամիջոցների մասին է խոսում։ Լարսը կփակենք, գազը կթանկացնենք, չգիտեմ ինչ կանենք։ Արդյոք դրանք այն փաստարկներն են, որ աշխարհակաղակական այս իրադարձությունների շրջագծում կարող են ազդել ընտրողների վրա, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չի, որ այս ամեն ինչը արվում է ընտրությունների արդյունքներ փոխելու համար։ Այ որն է այս ամեն ինչի նպատակը։ Հայաստանում անկայունություն սահմանել, Հայաստանում հեղաշրջում անել։
Մտածել, որ ոչ մի ազդեցություն չի ունենա այդ ասածները կամ արածները, իհարկե միամտություն են, բայց փոքր ազդեցություն կունենա։ Ինչ վերաբերում է հեղաշրջման ասածին, այսօր բացահայտ ասվում է արդեն, որ վետընտրական process-ներում նախատեսվում են գործողություններ։ Նույնիսկ հեղափոխություն է։ Հեղափոխություն, ամեն ինչ կարող են ակնկալել, այսինքն ՌԴ-ն գնում է վաբանկ։ Վերջինը տեսանք, չէ՞, ես արդեն 2 տարի է գրեթե ամբողջ ուժով բոլոր հնարավոր, չգիտեմ, մեխանիզմներով ուժ կիրառելու Հայաստանի վրա, խոսքը ռազմական ուժի մասին չի, դրա շարունակությունը, տրամաբանական շարունակությունն է, տրամաբանական շարունակությունն է նաև այս տնտեսական ճնշումները, որ արվում են ու վախեցնելու այդ մեխանիզմները, որոնք որ արվում են կապված տարբեր այն մոնոպոլիաների մասով, որ այսօր ցավոք սրտի դեռ մնում է Ռուսաստանի Դաշնության ձեռքում։ Պարոն Ալբանդ, Ռուսաստանի Դաշնության այս պատժամիջոց դժվարանում եմ ասել, որովհետև դե ֆակտո դրանք պատժամիջոցներ չեն, բայց այս սպառնալիքները ձեր գնահատականով հունիսի 8-ին կավարտվեն։ 100% կավարտվեն, որովհետև լսեք Ռուսաստանի համար, ինչպես պարոն Արամ Սարգսյանը գնիշ 102-րդ բազանատկան կենսական նշանակություն ունի, որ Ռուսաստան երբեք այդպիսի ռիսկերով չի դիմել։ Մենք չմոռանանք, որ Ռուսաստանի աստիճան կոդիները աշխարհում երթալով նեղանում են։ Մենք չմոռանանք Սուդանում արդեն այդ ուժերը, որ Ռուսաստան օժանդակում էր այսօր Մալիում, Սուդանում, Մալիում ամենակարևոր անձը Պաշտպանության նախարարը սպանվեցավ այդ դարաշրջանի մեջ, որտեղ ռուսական սաբես կոչված նախկին վագներականները պաշտպանեին։ Իսկ հիմա գալով Սիրիայում, տեսեք Սիրիայի մեջ Համեմիմի օտագայանը եւ նավահանգիստը Թարտուսի, որ կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, միակ ոտքն է Ռուսաստանի միջերգական ծովում, արդեն սիրիական գրավարությունը գդրուկ որոշում արավ, որ միասին պիտի օգտագործեն այդ դարասները։ Ռուսաստանը գնալով իր դարասները նեղացնում է։ Իսկ 102-րդ բազան վերջին բազաներից է, որ հարավային Կովկասում Ռուսաստան իր քոչյունը պիտի կարողանա պաշտպանել։ Ես կզամանամ ինչու Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն կանցել փող։ Մենք չմոռանանք Տաջիկստանի մեջ Մանատ անունով օտագայան կար Բիշկեկի մոտ, որ ամերիկացիները ինչ որ process-ներ կատարեցին Աֆղանստանում, այդ օտագայանը հագարակ որ ՀԲԳ-ի անդամ է Տաջիկստանը, վարձով դարին ամերիկացիները, եւ եթե չեն սխալվի դարական $10 միլիոն փոխանցում գլար։ Ես կզամանամ ինչու մենք մինչեւ այդպիսի բաներ Ռուսաստանին չենք բادرացրել։ Ռուսաստանը երբեք այդպիսի ռիսկի չի դիմել, Ռուսաստանի համար իմ կարծիքով յուրաքանչյուր դոլար, յուրաքանչյուր յուրո այսօր պետք է։ Ինքը այդպիսի ինչքան Հայաստանի Հանրապետությունը փոքր հանրապետություն է իր գազի ծախսերով, բայց վերջին հաշվով մենք Abrancă țării ce încolo cănենք ամեն մեկ գովեկ Ռուսաստանի համար դոլար արժեք ունի այսօր Ռուսաստանի համար այսպես ճնշման ինչ որ գերդոտ ապարատ է եւ հունիսի 8-ին արդեն այս բոլորը կփոխվին ուղղակի ես զարմանում եմ Դիգին Աթամյան ես միշտ Ջոզեֆ Գոբերգի խոսքը լսում եմ հիշում եմ այդ խոսքը ասում եմ որ եթե ուզում եք ինձ տվեք գերդոտ մամուլ ես ցեզ դամ անխելք հասարակություն Հիմա տեսեք անուններ չեմ ուզեր նշել Հայաստանի մեջ որոշ խավ կա որ այդ ամբողջ օրը արավոտը գարտնատ մամուլով իրուգունը բարգի հատ մամուլով եւ կգարձեմ որ իրականության թաշտա է իրականության թաշտա չէ իրականության թաշտը լրիվ ուրիշ է ես իրենց խորհուրդ կդամ մի քիչ ստապին թոթափեն այդ ծանր այդ ռմփագոծումը գիմ ասինքն մեդիատիկ ռմփագոծման դագեն դուրս պետք է կանատկե որ դեստեն Հայաստանի Հանրապետության իրականությունները Այդ առումով չեք կարծում, որ մենք շատ խիստ սահմանափակում ենք մեր տեսադաշտը եւ փորձում ենք աշխարհին նայել սոսկ Հայաստանի պատոհանից, մոռանալով այն հանգամանքը, որ գլոբալացված աշխարհում աշխարհակաղակական իրադարձությունները ազդում են բոլոր երկրների վրա համաժամանակյա եւ Հայաստանը որևէ գործընթացից չի կարող դուրս մնալ։ Խնդիրն այն է, թե որքան ենք մենք ունակ այդ գործընթացների վրա ազդել։ Հիմա տեսեք Մարկո Ռուբիոյի այց Հայաստան բադահական չէ, տեսեք դրան զուգահեռ այդքան հիմա կարևոր ֆիգուր է որ Մարկո Ռուբիոն Ամերիկայի կամ ամտան համաշխարհային գլոբալ քաղաքականության մեջ համար Թրամփի նախագահ Թրամփի համարժեք Մարկո Ռուբիոյի հայտարարություններուն ամբողջ աշխարհը հետևում է բադահական չէ Մարկո Ռուբիո այդ Երևան հայտնվի կարևոր չէ ինչքան ժամանակ եկավ ինչ եղավ կարևոր ինչ տորակրեցին ես այսօր արիտ ունեցա Դիգին Աթամյան մտնեվա խորհուրդ կդամ Տոմ Էն արտաքին գործերի նախարարության գայքեջ եւ 11 կեդանոց հոդվածը գարտան այդ ամենայն մանրամասնությամբ լրիվ իրավական սահմաններ արդեն գծվեցան տնտեսական իրավական այսինքն ոչ մեկ վտանգ Հայաստանի իշխանության մասին այսինքն
Դեսեք սերունդներու համար է այս մեկը։ Մենք 40 դարով մենք 26% մեծ գումար է, մենք չմոռանանք British Petroleum-ը Ադրբեջանին ընդամենը 16% է դալիս։ Հսկայական գումարներ են այս փոքրիկ Հանրապետության համար, իսկ 49 դարի վերջ անհադույց միան մեխանիկ օրինակ որ գվերանորոգվի այս հարցը, արդեն մենք կդառնանք 40% բաժնետեր։ Այսինքն աբակա սերունդներու համար ասպիսի մեծ ներդրում այսօր մենք կատարում ենք։ Աբակա սերունդները այս սերունդը Ջաբ դժվարություններու մեջով անցել է, բայց երախտագիտությամբ պիտի հիշեն այս սերունդի զոհողությունները։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունից պարբերաբար սպառնալիքներ են հնչում Հայաստանի Հանրապետության հասցեին եւ վերջին սպառնալիքը, եթե ես ընթացքում որ մենք նկարահանում ենք հաղորդումը նոր սպառնալիք չի հնչել, Դմիտրի Մեդվեդևի Պիսկովի այսպես համատեղ հայտարարությունն էր, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ից դուրս գա, թեպետ մենք իշխանության մակարդակով, պաշտոնական մակարդակով որևէ նման հայտարարություն ոչ միայն չենք արել, այլև հայտարարել ենք, որ մտադիր չենք առաջիկայում անել, գազի սակագնի թանկացումներ։ Ռուսները պարբերաբար մեզ հիշեցնում են, որ մեզ գազ են տալիս արտոնյալ գնով, եւ դա ճիշտ է մինչև սահմանը, բայց Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս այդ $130 դառնում է մոտավորապես $300-400։ Այսինքն այն գինը, որը այսօր վճարում են եվրոպական այն սակավաթիվ երկրները, որոնք դեռ օգտվում են ռուսական գազից։ Հիմա մենք ինչ ունենք այստեղ մտածելու։ Ես դիգենտամ եմ գարձեմ որ Մեդվեդևը կամ անունները չեմ ուզում հիշել, իրենք փորձում են այս ընդրազանգված ռուսամետ կոնսոլիդացնել։ Իրենք իսկապես դեսնեն, որ Հայաստանի մեջ արդեն այդ մեդիատիկ այդ գերձիկները, որ 300,000 ազերիներ կալու են, չգիտեմ ինչ լինելու են, այս արդեն միֆեր են, բայթող փուչիկներ են, այսինքն չի ասում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այս մենք հիմա կարոզարշավ է, քյուղ գնում ենք, ամենախյուր քյուղի մեջ արդեն մարդիկ դեղեցված են, իրենց դրա արդեն չի անցնում, այս ընդրագաշատներու այս սեզոնը անցած է արդեն ինչքան էլ քիչ են, բայց Ռուսաստանը ասում եմ հունիսի 8-ին մենք ուրիշ Ռուսաստան ենք տեսնելու։ Ռուսաստան ուրիշ ցեր չունի։ Իհարկե ԵԱԴՄ-ի մեծ օգտվում ենք ԵԱԴՄ-ից, բայց այդ չի նշանակեն որ մենք ԵԱԴՄ-ը մեզ կերենք դարձնելու։ Մեր արժեք շատ մեծ հնարավորություն կբացին։ Տեսեք մոդելում է Իրան, Ամերիկա, Միացյալ Նահանգներ խաղաղության պայմանագիր նախաստորագրումը։ Նույն արտաքին գործերու նախարար Ռուբյանն հայտարարեց, ես երեք ամենակարևոր բանալին Մուջթաբա Խամենեիի հայտարարություն երեք։ Այդքան դժվարություն կա որ Մուջթաբա Խամենեիին հասնելու մեկնած ապահովական հարցերով, քանի մը օղակով անցնելու են մինչև հասնեն։ Անոր համար ուշանում է այս հարցերը։ Երեք հայտարարություն տարածեց տեստիմ գործակալություն Իրանյան, որը պատկանում է պահպանության կորպուսներու, ուղղակի իրենց լեզուն է պաշտոնական, որ Մուջթաբա Խամենեին արդեն սկզբունքներուն համաձայն է։ Այդ կնշանակե որ արդեն Իրանը ճիշտ ճանապարհի մտավ է եւ Գալիբաֆը դարձավ գլխավոր բանակցող այդեն հաղթանակ է դա կնշանակի որ կորպուսն է համաձայն է այո կորպուսն է համաձայն Գալիբաֆը ուզեն իդ նշանակեցին եւ Արաքչիի փոխանորդը դարձավ Գալիբաֆի փոխանորդը այսինքն Պեզեշկյանը ես կգարձեմ հաջորդ սրճանին ահակի մեծ թեր պիտի ստանցնե իհարկե բոլորը մեկնած մեր Հայաստանի Հանրապետության շահերից պատկերացեք Իրանի վրայից Պատկամիջոցները վերանան մենք փաստորեն աշխարհի երկրորդ ռեզերվուարն է Իրանը մենք չմոնանք թուրքմենական գազը, ներքև արաբական գազը կա Ատկան մեծ ալտերնատիվներ կան որ Ռուսաստանը փորձում է մեզ միան վախի թաշտի մեջ պահել եւ դրանից բան դուրս չի գալու մենք մուզ ու խավար դայներ ապրած ենք մեզ չեն վախեցնել այդ բաներով Բամբեջյան անկախության առաջին տարիներին Հայաստանի Հանրապետությունը օգտագործում էր թուրքմենական գազը նախքան Ռուսգազարդետ պայմանագիր կնքելը։ Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի Հանրապետությունն, ինչպես պարոն Նալբանդը նշեց, գազի ներմուծման տարբեր աղբյուրներ ունի, Գազպրոմի սպառնալիքների իմաստը որն է, առավել ևս, որ Գազպրոմը ինքը գրեթե սնանկ կազմակերպություն է եւ անգամ Հայաստանի Հանրապետությունը, որ հարկադրված է սեփական գույքը վաճառել, դա էլ արձանագրենք, Հայաստանի Հանրապետության պես փոքր շուկան կորցնելն էլ Գազպրոմի համար կարող է լինել խնդրահարույց։ Այդ բaragայում Ռուսաստանը ինչի է անverջ հայկական ապրանքների մեջ տարատեսակ կյանքի հետ անհամատեղելի մանրերներ հայտնաբերում դեպքից դեպք։ Ինչու է անդադ փորձում գազի ծորակով, ինչպես Եվրոպայի բaragայում իր քաղաքական ազդեցության լծակ օգտագործում գազը, այնպես էլ Հայաստանի դեպքում փորձում գազը օգտագործել, չէ՞ որ արդեն հստակ է, որ Հայաստանը թե գազի այլ ընտրանք կարող է գտնել, թե մեծամորի ԱԵԿ-ի ատոմային վառելիքի այլ ընտրանք կարող է գտնել, ինչպես գտել են ուկրաինական
ատոմային էլեկտրակայանները, որոնք նույնպես Ռուսաստանի սխեմաներով են կառուցված։ Այս ամեն ինչի խնդիրը որն է, արդյոք այս հիբրիդային պատերազմի մենք ասել ենք ավարտական փուլին, որտեղ անգամ ամեն մանրուք օգտագործվում է, իսկ ամենամեծ բացահայտումների թերևս 3 հրապարակված լուրերն էին, թե ինչպես է Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունում այսպես պահեստազոր ստեղծել քաղաքական ուժերի, դասավորել քաղաքական ուժերին, առաջին տեղը հատկացնելով Սամվել Կարապետյանին, հերթով դասավորելով Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, հետո մնացյալները հեղաշրջում անելու համար։ Այս ամեն ինչի իմաստը ձեր գնահատականով ո՞րն է։ Ռուսաստանի Դաշնությունում իրոք կարծում են, որ իրենք կարող են Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի օրինակով հասնել իշխանության, թեպետ Վրաստանը եւս մնում է Եվրամիության անդամակցության գործընթացի մեջ եւ անգամ ռուս-վրացական դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել։ Որ ամեն ինչի իմաստը հունիսի 8-ն է, դա միանշանակ է, բայց եթե խոսում ենք միջազգային միջպետական հարաբերությունների մասին, այստեղ այլընտրանք չկա արտահայտությունը ինքնին արդեն միֆ է, որովհետև միշտ կա այլընտրանք կախված ժամանակաշրջանից, կախված տվյալ պահի թելադրանքից, միշտ կգտնես քո շահին համարժեք, որ համապատասխան որևիցե կառույց կամ պետություն, ում շահը կհամընկնի ու այլընտրանք կառաջանա, որ թուրքմենական գազը կարող է Հայաստանի Հանրապետության համար լինել այլընտրանք, ընդ որում տեխնիկապես ինքը կիրառելով նույն Իրան-Հայաստան գազատարը, դա էլ փաստ է, որ հեծանիվ չեմ օրինի, դրա համար է, որ հենց Ռուսաստանի Դաշնությունը խոսում է գազի գնի բարձրացումից եւ ոչ թե առասարակ փակումից, որտեղ եթե փակեց, մենք դրանով իսկ արդեն պայմանագրային կտորը, եթե ինքը դադարում է մեզ սպասարկումը, սնուցումը, մենք իրավունք ենք ունենում արդեն վերցնել շատ արագացած ձևով օգտվել թուրքմենական գազից։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներին, եթե կարճ փորձենք ասել, փորձը ցույց է տալիս, որ երբ Ռուսաստանի Դաշնությունը սիրաշահել է մեզ, դրան հետևել են կոնկրետ գործողություններ։ Իսկ հիմա սպառնում է։ Մենք լավ ասացվածք ունենք, ասում է հաչան շունը չի գծում։ Այս դեպքում կարող ենք ուրախանալ, որ հաչոցների մակարդակ ենք մտել, վտանգը ավելի քիչ է, քան ներկայացնում ըստ իս։ Եթե այլընտրանքից խոսենք, բացի գազի մասով, որ մասնավորապես թուրքմենական գազի մասով խոսեցինք, նորից հետ ենք գալիս Ռուբեի այցին, այս ամեն ինչը տանում է ճանապարհների։ Այսօրվա պատերազմները ճանապարհների պատերազմներ են բացի ռեսուրսներից։ Ու եթե մենք կարողանում ենք թրիպի շրջանակներում ճանապարհի լոկացիայի խնդիրը լուծել, դա հենասյունն է, հիմնական առաջին քայլն է հետագա Հայաստանի Հանրապետության զարգացման, հետո արդեն եվրոինտեգրման եւ այլն process-ի։ Այնուամենայնիվ եկեք մի քիչ էլ խոսենք Թուրքիայի մասին, պարոն Ալբան։ Ակնհայտ է, որ Ռաջեփ Թայիփ Էրդողանը փորձում է սահմանադրություն փոխելու ճանապարհով գնալ ևս 2 անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու տարբերակին։ Ինչ է ուզում Էրդողանը։ Էրդողանը չի պատկերացնում, որ Թուրքիան այնուամենայնիվ աշխարհիկ պետություն է, Թուրքիայում այնուամենայնիվ ժողովրդավարական ընտրություններ են լինում, եւ որքան էլ փորձի ընտրություններից առաջ ընտրությունների արդյունքներ կանխորոշել, կարող է չստացվել, համենայն դեպս իր վերջին ընտրության ժամանակ Էրդողանը ընդամենը 1 միլիոն ձայնի առավելություն ուներ։ Ինչ սպասել այս Թուրքիայից եւ արդյոք Թուրքիայում հնարավոր իշխանափոխությունը կամ Էրդողանի եւս 10, չգիտեմ թե 14, թե 10 տարի պաշտոնավարումը հայ-թուրքական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն կարող է ունենալ, որովհետեւ մեկ ակտահայտ տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ ազդեցություն ունի Թուրքիայի վրա եւ շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների ու շնորհիվ Եվրամիությանը հայ-թուրքական սահման բացվելու կամ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ են վերահաստատվելու, ու այստեղ Ադրբեջանը գրեթե դեր չունի, թեպետ արտաքուստ ամեն ինչ պայմանավորվում է, այ ոնց Ադրբեջանը կասի, հենց խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, իրականությունը բոլորովին այլ է այնուամենայնիվ։ Մինչև ներթուրքական հարցերով անցնելը դիգնատամին ես կուզեմ հիշեցնել, որ մի քանի օր առաջ Էրդողան-Թրամփ
հերախոսազրույց տեղի ունեցավ եւ նախարար Ռուբիոն Երևան հայտնվեց։ Մենք չմոռանանք, որ 1 ամիս առաջ Ամերիկա մեծ պատվիրակություն կար Վրաստանում, շատ հետաքրքրված են վրացական նավահանգիստներով, վրացական երկաթգծերով եւ վադահական չէ, որ մենք լսեցինք ախլկալակ գարս արդեն երկաթգիծը պիտի աշխատի։ Կգարձեմ այստեղ Ամերիկան իր թրական աստիճանը ցկեց եւ նախարար Ռուբիոն Երևանում հայտնվեց։ Հիմա ինչ կմնա Թուրքիայի մեջ, տեսեք անցյալ տարի մայիսի 19-ը գիշեր Թուրքիայի մեջ տեղի ունեցավ սահմանադրական հեղաշրջում, երկու առաջ այդ հեղաշրջումն Ստամբուլի քաղաքապետի գալանավորման մասին էր, երկու օր առաջ արդեն նախագահ Էրդողան եւ նախագահ Տրամփ հեղախոսակապ ունեցած էին, կարծեմ Ամերիկան ուղղակի իր մոտ ունի եւ այսօր որ ժողովրդի հանրապետական կուսակցության ընդրված նախագահը պաշտոնական 38-րդ ընդհանուր ժողովին մեծամասնությամբ ընդրված նախագահ Էսկյուր Ռեզալը այսօր պաշտոնազերծ կնեն պանտալական որոշումով նրան նույնպես հաջորդեց երկու օր առաջ Տրամփ Էրդողան նույն հերախոսակապը այսինքն գաբ ունի Ամերիկային համար իսկապես Էրդողանը չգտնված ֆիգուր է իրենց ուզած ֆիգուրան է Ինչ ուզական է գիտենք չմոռանանք տեսեք Դիգնատոյան Էրդողանի վրա 3 հատ կարևոր դեմոկրատիան սուրի պես թադեր գախված են Ամերիկայի մեջ առաջինը Ռիզա Զարրաբի թադն է որ այդ միջնորդն է Ռիզա Զարրաբը որ Իրանը շրջափակման մեջ էր միլիարդներով դոլար գմտներ Իրան եւ ոսկի դուրս կգար Թուրքիայի ջամփով Ռիզա Զարրաբը ինքը միջնորդն էր ասենք Թուրքիան բլոկադան գծագեր 1500 անգամ արդեն երկրորդը Թուրքական Halk Bank-ը, ժողովրդական բանկը ինքը միջնորդն էր pedagogan բանկեր, ուղղակի Էրդողանի հովանավորությամբ։ Այս հետո Ռիզա Զարրաբը փախավ Ամերիկա, Ամերիկայի մեջ բոլոր իր ինֆորմացիան փոխանցեց FBI-ի մեծ դադեր կան Էրդողանի թեմ կապված։ Իսկ երրորդը բոլորով ինձ վերջերս մենք չմոռանանք Վենեսուելայի Մադուրոյի փոխանորդը Ալեքսե Սահաբ անունով ինքը նախաբեդ սիրիացի էր Կոլումբիայի նախագահացի էր 1 միլիարդ 2 միլիարդ դոլարանոց վենեսուելական ոսկին դարձյալ Թուրքիա հասուզանի եւ Թուրքիայի մեջ այդ ոսկին մակրած են հիմա ամերիկացիները գալանավորեցին քանի մորաջ Սահաբին եւ արդեն Նյու Յորքի թադարանների արչեւ գտնած է այսինքն Ամերիկայի համար ինչու կսեմ աս բոլոր Ամերիկայի համար Էրդողանը ամեն ինչ կարա Ամերիկան գազեն կանտեց Էրդողանը ցան չգրծավ անել Օրինակ Ամերիկան հիմա մտած է հարավային Կովկաս, Միջին Ասիա եւ Թուրքիան ձգտուն չի կարողանում անել, որովհետեւ Էրդողան իսկապես իր աթորի վրա կվախնա։ Հիմա դա քրքրական ամենամ դեղը գործյան հանգույցը քագերու համար Թուրքիայի մեջ պետք է մենք հասկանանք Դևլետ Բահջալիի դիրքորոշումը։ Հիմա Դևլետ Բահջալին, որ Էրդողանի հետ կոալիցիա է, իսկապես Գգարձեմ որ թիրքը գփոխե իր հայտարարությունից ուշ-ուշով գեդևիմ եւ Էրդողանը գցանկա որ 400 TV հասնի որ սահմանադրություն փոխե հիմնական գեդը Էրդողանի համար ինքը առողջական վիճակից մեկնած չի կարողանա հաջորդներուն բայց գուզե այդպեսի գետ տեղադրել սահմանադրության մեջ որ փոխ նախագահի պաշտոն ակտիվանա եւ այդպեսի գետ գերարին սահմանադրության մեջ ներառվի որ երբ որ նախագահը գտատարի աշխատանքեն փոխ նախագահ արդեն լրիվ գտարնա նախագահ իսկ փոխ նախագահի պաշտոն այո ամերիկյան համակարգը ճիշտ իսկ փոխ նախագահի պաշտոնի մեջ ինքը միշտ կուզե դեսնել իր դուղուն Բիլալ Էրդողանին Այ փախումը բոլորը այդ մասումով ես կգարտեմ ամեն ինչ հնարավոր է որ կոալիցիան Փլուզվի Թուրքիայի մեջ քուրդական գուսակցությունը դարձյալ իր գերդոտ խաղա իմիջայլոց իր գերդոտ խաղա երգույթուն գնե Թուրքիա քուրդական գուսակցությունը բայց ես այդ փոխանցեմ մեր մետրոներում որ քուրդ ընդրողները atkanal գոմ չեն իրենց բանի քաղաքական այդ ուժի վարած քաղաքականությունն քուրդ ընդրողները բացարձակապես թեմ են որ երկրորդ անգամ ընդրվի Էրդողան կամ ինչ որ Էրդողանի կլոնը Եթե ոչ Բիլալը, ես որքան հասկանում եմ Էրդողանի կլոն ասելով դուք նկատում եք նրա որդուն։ Եթե ոչ կլոնը, ապա ով։ Ֆիդանը։ Հիմնական ամերիկյան եւ հadoop տեսեք անցյալ Հական Ֆիդանը շատ հետաքրքրական հայտարարություն արեց։ Ասեց որ ես պատրաստված եմ այս օրերու համար։ Դա հատկան գարի լեցեն աս խոսքին։ Մենք չմոռանանք Հական Ֆիդանը ինքը նախ ենթասպա էր Դարին Ամերիկա եւ Հական Ֆիդանից ցածուտին Հական Ֆիդան։ Եվ Ամերիկան շատ ես կգարձեմ որ վերջին բահին կգարձեմ Թուրքիայի մեջ կոալիցիան պիտի փլի եւ Հական Ֆիդան ասնի ասկային ճակատի կողմը իսկ ասկային ճակատ դեսեք մենք չմոռանանք ասկային ճակատ դցելով մենք ատկան հետաքրքիր ֆիգուր է որ այդ բանը
Devlet Bahçeli'nin ինչ փոթորիկներում մեջ են անցել է Թուրքիան եւ ամենաջագադակրական բայրուն միշտ կդեսնենք Devlet Bahçeli'ի վճռական կորձը հիմա տեսեք այդ Devlet Bahçeli'ի ասկային գուսակցությունը ատկան դրողվեցավ Դիգինաթամյան որ մեջից դուրս եկավ Զաֆեր партին հաղթանակը ԻԻ партին հիմա անախտարը Փանալի партին եւ երբ որ գթարնա Devlet Bahçeli'ին դեպի ինտիմություն այս բոլորը իմիջայլոց Özgür Özel'in աչակցեցան բոլոր քաղաքական ուժերը սկսած Ֆաթիհ Էրդողանից որ Ֆաթիհ Էրբականից որ նույն իդեոլոգիան գդրեն Նեջբետին Էրբականի դղան բոլորը գտնած են ինտիմության գողքը հիմա ես կգարձեմ որ Բահաբիդիկա եւ Devlet Bahçeli'ն որովհետեւ 14%-ից իր կվեն հալած է հասած է 4%-ի նույնիսկ 7%-անոց շեմը չի կարողանում ինքը հաղթահարել դեսնենք ինչ կգդարվի եւ կգարձեմ ես բոլորը հավաքվելուն եւ Հակաֆիդանը դառնալ իրենց իսկական բայկալու ֆիգուր այո տեխնացուն Լավ տեսնենք Բայց տեսեք մենք ասում ենք ի վերջո Ֆիդանը լինի թե Էրդողանը լինի իհարկե շատ կարևոր է բայց անկախ նայած թե այսօր Թուրքիայում կամ 28 թվականին Թուրքիայում կընտրվի կամ կվերընտրվի ով իբր նախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առումով մեծ բան այդ անձից չի կախված առավելևս Հայաստանի Հանրապետության կանալի կընտրություններում դրա հետ կապված մեծ բան կախված չի որովհետև մենք դեռ երկկողմանի ծանր ու երկարատև աշխատանք ունենք անելու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար ու այս 28 թվականի ընտրությունները նույնիսկ Ֆիդան Էրդողան ընտրությունները եթե այսպես որակենք այդ առումով թե ով կընտրվի այդքան էական չի ինչ վերաբերում մեր ներքին ընտրություններին դա մեզ համար այս բուլուն շատ ավելի կարևոր է որտեվ տեսեք մենք ասում ենք գնում ենք արդյունք այնտեղ Մոսկվանի ճնշումներն է գործադրում մենք ունենում ենք պետք է քարտուղարի մակարդակով այս նախընտրական փուլում Ինչ այդ փոխնախագահի այսինքն աշխարհի կենտրոնների ուշադրության կենտրոնում է նաև այսօր Հայաստանի Հանրապետության կանալի ընտրությունները ու բոլոր ուժերը խոսում են 51-ից մինչդեռ մենք ապրում ենք պարլամենտական երկրում ու փորձը ցույց է տալիս որ աշխարհի փորձը ցույց է տալիս որ պարլամենտական երկրում լավագույն մոդելը դա 3 կուսակցության ներկայացվածությունն է պարլամենտում 33%-ով ու այս դեպքում ասել որ հաղթանակը 51%-ն է շատ կներեք ցանկացած կուսակցություն կարող է դա ասել իր համար բայց ոչ պետության համար հաղորդման սկզբից սկզբում ասացի որ 21 թվականի ընտրությունների արդյունքները ափսոսում են ինչի համար որովհետև շատ կարևոր է այսօր մեր ներկայացվածությունը պարլամենտում մի շատ ավելի կարևոր է քան թե 28 թվականի Թուրքիայում կանալի ընտրությունները քանի որ աշխարհակաղակական հարթակում շատ բան կարող է փոխվել առաջիկա 5 տարվա ընթացքում ու այդ փոփոխություններին մոբիլ արձագանքելու համար պարլամենտում պիտի ունենանք նորմալ ներկայացվածություն պիտի ունենանք լուրջ ֆրակցիա ազդեցություն ունենանք ու ես եթե կուզեք հաղթանակ ոչ թե կհամարեմ հանրապետություն կուսակցության 51%-ը, այլ 33%-ը, ու այս մնացած դեռ 10 օրը մենք պիտի անենք ամեն ինչ որ մոտենանք դրան, բայց առնվազն գոնե 10 պիտի ապահովենք։ Ու եթե այսօր տեսնում ենք ժողովուրդը տեսնում է քաղաքացին, ընտրություն կատարողը, այսօր դեռ իր դաշտում է, տեսնում է նախորդ 5 տարի, նախորդ 10 տարի, նախորդ 30 տարին, այս քաղաքական կերպարներում որ տեսնում է ժողովուրդը, տեսել է արդեն ծանոթ է, մեզ էլ այդ թվում այսօր շատ կարևոր գնահատական ունի տալու ու եթե կուզեք ճակատագրական ու օգտագործելով առիթը նորից ես մեր հաղորդումը պիտի հորդորեմ որ կանալի ընտրություններին գնում ենք ընտրատեղամաս ու ընտրում ենք քվեաթերթիկ համար 11 հանրապետություն կուսակցություն Պարոն Վեջյանյանը սլացիկ կանխեց իմ հաջորդ հարցը, բայց այնուամենայնիվ ես այդ հարցը ուզում եմ հնչեցնել ուղղակի ձեր թույլտվությամբ մի քիչ փոխեմ ռակուրսը Տեսեք, հակակոռուպցիոն կոմիտեի քննչական մարմինների ամենօրյա ռեժիմով հնչում են տարատեսակ բացահայտումներ, ներկայացվում են տարատեսակ առերևույթ կաշառատվության եւ կաշառակերության գործեր։ Եվ այդ գործերին գրեթե ոչինչ չի հաջորդում իբրև դատարանի վճիռ։ Այսինքն դարձյալ իշխանությունը, դատական իշխանությունը այդ թվում թե քաղաքական թե դատական իշխանությունը ընտրությունների արդյունքները դնում է ժողովրդի վրա մինչդեռ եթե պետությունը իրապես ժողովրդավարական պետություն է ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի եւ ժողովրդին չպետք է թողնել եթե պետությունը իր բոլոր կառույցներով այս շատ բարդ հիբրիդային պատերազմով շաղախված կրեմլի վկաներով
ամրակայված են, էլ Կրեմլի վկաների դասված փաղանգներով շաղախված ընտրությունները թողնում են սոսկ ընտրողի խղճին եւ ընտրողի գրպանին, այս պարագայում մենք կարող ենք վտանգել պետությունը։ Եվ եթե անցած տասնամյակներում, ամենայն դեպս 2018-ից հետո շատ լավ իմանալով հանդերձ հատկապես 2020-ի պատերազմից հետո, որ Ռուսաստանի նպատակը տարածաշրջանում սեփական ազդեցությունը ուժեղացնելու Ղարաբաղի կորուստից հետո Հայաստանի վրա քաղաքական ներգործությամբ պետական հեղաշրջում անելն է, չպետք է այսքան ինքնահոսի թողնեին իրավիճակը։ Եվ օրենսդրական կարգավորումներով պետք է կենտրոնական ընտրական հանձնաժողովին տային նույնպիսի լծակներ, որպիսի լծակները ուներ օրինակ Մոլդովայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որպեսի կարողանար ընտրությունների նախորդին այն բոլոր կուսակցությունները, որոնք ֆինանսական միջոցներով ստեղծում են անհավասար ընտրական պայմաններ, բոլոր այն կուսակցությունները, որոնք կուսակցությունների ղեկավարները եւ կուսակցությունները, որոնց նպատակը պարզապես երկիրը փաթեթավորելը, գնելը եւ Մոսկվային վաճառելն է, դուրս գային ընտրապայքարից, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պարագայում օրենսդրական բոլոր այդ բացերից օգտվելով դատական համակարգի, չգիտեմ, վճռականություն ասեմ, անվճռականություն ասեմ, ինչ ասեմ, դատական համակարգի թույլ տրվի ասել անկատարությունից օգտվելով, որովհետեւ այսքան քրեական գործերի, այսքան ձերբակալվածների արդյունքում հանրագումարում մենք չունենք գոնե մեկ դատապարտված, որպեսզի մյուսների համար դա դաս լիներ։ Չունենք, պարզապես չունենք։ Մենք անդադ լսում ենք այս տարածաշրջանում էս եղավ, այստեղ էս եղավ, այս կուսակցությանը, ու հիմնականում խոսակցությունը պատտվում է բնականաբար ուժեղ Հայաստանի շուրջ, արդեն նաև Հայաստան դաշինքի շուրջ եւ բոլոր այն կուսակցությունների, որոնք պատտվում են 3 նախագահների անվան շուրջ։ Այսինքն մենք ստանում ենք մի իրավիճակ, որ ընտրողին ենք պարտադրում գնալ եւ լուծել այն խնդիրները, որ պետությունը չի լուծել։ Պետությունը, որի նպատակը ժողովրդավարության խորացումն է։ Բայց այստեղ ինչ անենք։ Միանշանակ հարցի իրական հասցեատերը պետությունն է, իսկ այս բան պետության իշխանությունն է, այս պարագայում ներկայացնողը իշխանությունն է, քաղաքացիական պայմանագիրն է, ով այս տարիների ընթացքում չլուծեց այդ խնդիրը ու ճիշտ է, եկավ հասավ էլի նախընտրական փուլ ու այդ դժվար անելիք գործը մնաց ընտրողի ուսերին։ Թեև տեսեք նույն սահմանությամբ, ինչը մենք շատ ասում ենք սահմանական պետություն ենք, մենք ինքնիշխանապետություն ենք նույն սահմանությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն այդ բեռը ի վերջո ժողովրդի ուսերին է, ու այդ ընտրություններով ժողովուրդը պատվիրակում է որևիցե կուսակցության կամ կուսակցությունների կառավարել առաջիկա 5 տարին։ Հիմա ժողովուրդ ջան, պատվիրակեք նրանց, ովքեր կարող են բերել հասցնել պետությունը այն կարգավիճակի, որ բացահայտ երևացող դրսից ֆինանսավորվող, դրսի կապիտալով ընտրություններին մասնակցելու փորձ անող կուսակցությունները ուղղակի չկարողանան մասնակցել։ Դա ոչ միայն իրավական խնդիր է, դա նաև քաղաքական կամքի խնդիր է ու մինչև այդ ընտրությունների նախաշեմը հասնելու միջպետական հարաբերությունների խնդիր է։ Եթե մենք մինչ օրս Ռուսաստանի Դաշնության հետ ունենայինք այլ հարաբերություններ, Ռուսաստանի Դաշնությունը նույնիսկ չէր հանդգնի փորձել Հայաստանի Հանրապետությունում ուժեղ Հայաստանի կամ որևիցե այլ օլիգարխի միջոցով փորձել իշխանալ զավթում։ Պարոն Ալբանդ, ուզում եմ նաև ձեր տեսակետը, բոլորս էլ դե ֆակտո ակտիվորեն քարոզարշավին մասնակցում ենք, քարոզարշավից ձեր տպավորությունը, որովհետև պարոն Բեջանյանը մի քանի անգամ հիշատակեց 21 թվականը, տեսեք, այո, 21 թվականի հետ համեմատած 26-ի քարոզարշավը շատ տարբեր խնդիրներ է լուծում։ Եվ 21 թվի հետ եթե համեմատում ենք, 26 թվին մենք ունենք ակնհայտ առավելություն։ Եվ այն փաստը, որ հանրապետություն կուսակցությունը խորհրդարանում պետք է, ինչպես պարոն Բեջանյանը նշեց, ներկայացված լինի հնարավորինս մեծ խմբակցությամբ, արդեն ոչ թե կուսակցության խնդիրն է, արդեն պետության խնդիրն է։ Պետության խնդիրն է այն առումով, որ միայն այդ պարագայում հնարավոր է, որ քաղաքացիական պայմանագիրը վերջապես փորձի վեր կենալ իր այդ բազում աթոռներից, որտեղից արդեն ռուսներն էլ են աթոռը քաշում իշխանության տակից։
եւ վերջապես իրականացնի վճռական գործողություններ, որովհետեւ մենք 5 տարի 2021-ից 2026-ը 5 տարի խորհրդարանում ունեցանք կորած ժամանակ, երբ բոլոր, այսպես ասած, թե ընդդիմություն, թե իշխանություն միմյանց ուղում էին աշխարհի տակ եղած չեղած բոլոր լեգալ անլեգալ հայոյանքները, շպրտվում էին բոլոր հնարավոր շշերը, արդյունքում որևէ կենսական պետության համար, ժողովրդի համար որևէ կենսական հարց չէր լուծվում։ Թերևս բացառությամբ մեկ դեպքի, այն դեպքի, երբ համաժողովրդական նախաձեռնությամբ խորհրդարանը ընդունեց օրենք Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու։ Եվ ես փաստում եմ, ես պնդում եմ, որ Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքը նաև տրիգեր դարձավ այդ տրիպի, տրիգեր դարձավ այն իրադարձությունների, որ Հայաստանի Հանրապետությունում այս տարվա մայիսի սկզբին տեղի ունեցավ եվրոպական քաղաքական հարթակի 8-րդ գագաթնաժողովը։ Հայաստանի Հանրապետություն, Եվրամիություն գագաթնաժողովները, եթե մենք փորձում ենք կողքից հայացք նետել այդ ամեն ինչի, նրանք վիթխարի քաղաքական նշանակություն ունեն։ Եվ ցանկացած ինքն իրեն հարգող իշխանություն, այդ գագաթնաժողովներից, թե այդ ընդունած օրենքից, թե ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցից պետք է հնարավորը կա մեր պետության ու երկրի համար։ Դուք ունեք տպավորություն, որ գործող իշխանությունը դա կարողանում է կամ նույնիսկ մտադիր է անել։ Տեսեք, քաղաքականության մեջ Տիգրան Աթամյան անխուսափելի իրականություն կա։ Եթե դու շատ երկար ժամանակով գտնաս իշխանության վրա, անպայման պիտի դեղի ունենա ուժի թունավորումը։ Դու ինչքան ժողովրդավար լաս, ինչքան թափանցիկ լինես, վերջո ուժի թունավորում դեղի պիտի ունենա։ Գործող իշխանության մեջ իսկապես դեղի ունեցած է արդեն ուժի թունավորում։ Ես այդ պատճառով գողորտորեմ մեր ազգապնակության, եթե չեք ուզեր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում ընդհանրապես ղեկավարման օղակներում դեղի չունենան ուժի թունավորում, ձեր լավագույն այլ ընդրանքը թիվ 11 համարն է իր ահինգ ծրագիրով։ Եվ Տիգրան Աթամյանց ուրիշ բան կուզեմ ասել, տեսեք, պատմությունը մեզ շատ կան բաներ գուտա երևույթներ գուտա, որ մենք անցյալ գիսվեցանք ասածով գուզեի հանրայինալ բարձրացնել Մարկոս Աուրելիուսը, Օգուստոսը մեծ գայսրը, որ Հռոմը Հանրապետությունից վերածեց գայսրության, երբ մահվան շեմին էր, շատ նշանավոր խոսք ասեց ձեզ թույլ եկավ ներկայացումը։ Հիմա տեսեք, Ռուսաստանի թրոշակի 3 քույներու նման ստեղ Հայաստանում ծածանվող 3 հատ անկապ ինչ-որ ուժեր կան, ռուսական լրիվ արյամբ ու դրամատուրգիամբ, այսինքն այս մարդիկ լավ տոլսեմ են ընկրտողներ, եթե իրենք գուզեն, որ այս մարդիկ վերջը բարձրանար ամբիոնի վրա, Հայաստանի իշխանությունը, Հայաստանի հնարավորությունը կանտելով գայնան համբիոնի վրա եւ նայելով Պուտինի աչքերում մեջ եւ ասեն քեզ դուր եկավ ներկայացումը թող գնան եւ անոնց ցայն տան։ Ոչ թե լավ երկու անգամ թող մտածեն այդ, երբ որ ցայն գուտան ռուսական ուժերուն, իրենք լավ պիտի իմանան, որ ինչին են ցայն տալիս։ Եվ երկրորդ Տիգրան Աթամյան, պետությունները երբեք գրոնք չունին։ Պետության գրոնք արտարությունն է, արտարատությունն է, գսե արաբ մեծ փիլիսոփա 11-րդ դարի։ Իսկ գործող իշխանությունը մեզ 8 տարի է ոնց որ ծեր գարն է։ Արտարատության ոչ մեկ ռեֆորմ, ցախորդ ռեֆորմներ եւ այս վերջը այսպեսի խայդարակ իրավիճակի վրա գտնվինք, գետրոնական ընդդիմական հաստատաժողովը ոչ մի լազիորություն չունի։ Դուք չգիտեմ Մայասանդուի սիրտը ինչ կամ մեծ է, կարող է գկարծեմ որ գեցուգի սիրտի չափ էր։ Իսկ Նիկոլ Փաշինյանի սիրտը երևի չգիտեմ ինչ ամենափոքր ցուգի սիրտի չափ է, ամոթ է։ Դուք ինչ է մեր ինքնաշխանությունը մենք ձախոաներ ենք, մեր արույն ձախոաներ ենք, լավ մտածեք ժողովուրդը մենք ուր ենք գնում։ Ռուսական ուժերն ըսկուշ Շիր 11-ը լավակույն ընդրաններից մեկն է, որ Հայաստանի մեջ չկան այդ ռուսական ուժերը, Հայաստանի մեջ դեղի չունենա ուժի թունավորում, գնացեք թիվ 11-ին ցայն տվեք։ Մենք իսկապես դեղի Հայաստանի Հանրապետության մեջ սայլ դեղի շարժելու ենք, դեղի ունենալու է արդյունաբերական, տնտեսական հեղաշրջում, ես կասեմ, հեղափոխություն չէ, հեղաշրջում ավելի խոխորդ կուկա։ Տիգրան Աթամյան, ես ասում եմ գոնագից եմ թող լավ մտածեն մեր ժողովուրդը, ճակատագրական է, մենք ձախու երկիր չունենք։ Շնորհակալ եմ։ Եվ ամփոփելով ես ուզում եմ ձեր խոսքերին հավելել այն պարզ իրողությունը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում
լուծվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ճակատագրի հարցը։ Տեսեք, որևէ Իվանիշվիլի հայկական տարբերակով Հայաստանի Հանրապետությունում չէր հայտնվի, եթե չլիներ Վրաստանի օրինակը։ Հիմա Հայաստանում վճռվում է ոչ միայն տարածաշրջանի, այլև հետխորհրդային տարածքի պետությունների ճակատագիրը, որովհետև եթե այստեղ Կրեմլի վկաները կարողանան դույզնիչ հաջողության հասնել, նշանակում է հաջորդ հարվածը լինելու է միջինասիական պետություններին, հաջորդը թերևս լինելու է Ղազախստանը։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունը վարում է իր համար, սովորական, կաղապարված, դեռ ցարերից եկած ավանդույթը բաժանիր, որ տիրես, սերմանիր պատերազմ, որ քո դիվիդենդները հավաքես իբրև մեծն փրկիչ եւ աշտարար, չի անցնելու։ Աշխարհում տեղի են ունեցել այնպիսի փոփոխություններ, որ այդ կաղապարված օրինակները, այդ արդեն մարազմի ու ցնդաբանության հետ սահմանակցող աշխարհաքաղաքական պահանջները աշխարհին եւ մասնավորապես հայերիս իրական գետնի վրա որևէ հիմք չունեն։ Բոլոր նրանք, ովքեր իմ ընկերները նշեցին, պատրաստվում են գնալ մի քանի հազար դրամով, ռուբլիով կամ նույնիսկ դոլարով հայրենիք վաճառել, թող պատրաստ լինեն, որ վաղը Ռուսաստանը իրենց է վաճառելու։ Ինչպես դա արել է բոլորի պարագայում, սկսած Բաշար Ասադից, վերջացրած Ռուբեն Վարդանյանով։ Մենք վաճառելու հայրենիք չունենք։ Մենք այստեղ եւ այսօր պատրաստվում ենք տեր լինել մեր երկրին։ Հանրապետությունը այն կուսակցությունն է, որ մշտապես, ես դա կրկնում եմ, մշտապես մտածել է պետության մասին, վարի տալով իր կուսակցական շահերը, որովհետև այդպես է ճիշտ համարել եւ պատրաստ է շարունակել նույնը անել, որովհետև մենք անցորդներին ու եկվորներին թողնելու երկիր չունենք, որովհետև այդ հիմնականում հենց մեզ էր ասված. մտածեք այս երկրի մասին, իսկ այսօր պետք է մտածեք բոլորդ, որովհետև պետությունը մեկն է, իշխանությունները փոխվում են, պետությունը հավերժ է, բարին ընծես։